Վանաձորից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արջուտում ոսկու հանքի շահագործման, հնարավոր ընդլայնման և նոր պոչամբարի կառուցման հարցը գյուղը երկու ճամբարի է բաժանել։ Մի կողմում հանքում աշխատող ու սոցիալական վիճակը փոքր-ինչ բարելաված բնակիչներն են, մյուս կողմում սեփական առողջության ու բնության կորստի վախ ունեցող մեծամասնությունը։ Մինչ մեկի համար հանքը հացի խնդիր է լուծում, մյուսների համար այն ջուրը պղտորելու, այգին էլ բերքից զրկելու պատճառ է։ Այս ոսկու հանքը շինեցին աղբեր, այս մուսրնին չկա, մուսրնին մեզ խեղտում էր Արջուտեցոնց, հմիսա ջոգ ավելացավ, ես չգիտեմ ինչ նյուանսներ ասած ոսկու ոնց են արտադրում, ինչ քիմիա է գալի, նախ ես 5 տարի, 4 տարի ծառների վրա բերքել չկա, այս մեկ, այդ ջրի հարցը ինչա, մեր օգուտը այս ոսկու հանքից մենակ ենա, որ մեր տղեկը աշխատում են, 2 կոպեկ փող են աշխատում։ Ոչ, գյուղը չի վնասվում։ Բա ինչա են, ոչ չի վնասվում։ Ինչ ջուրը չես խմում։ Լավ, դե ձեր տնից մեր տուն ջուր բեր, մերը լավը չի։ Բակտեկ էկոընկերությունը, որն այստեղ ոսկի արդյունահանելու և վերամշակելու լիցենզիան դեռ 12 տարի առաջ է ստացել, ակտիվ գործունեություն է ծավալում միայն վերջին 3 տարում։ Ավելի քան 30 տարի Արջուտում եղած հսկայական աղբավայրի հարևանությամբ ապրող արջուտցիների համար հանքի աշխատանքը դարձել է հերթական էկոլոգիական փորձությունը։ Մարդիկ փաստում են բնության երբեմնի հարստությունից միայն անունն է մնացել։ Մենք ոչ մի ակնառու, ստեղ կանգնածներս գյուղի բնակիչ ենք, ոչ մի ակնառու բան չենք տեսել, որ հանքը ինչ-որ մի գյուղի մի բան անի, բացի իր ճամփեքը, բացի քանդելը մեկել են փոսելսները։ Ես քեզ եմ դեմ։ Այսօր եթե ճամփեն սարքի լրիված բան, կարկտա այն Ինձ իմ առողջությունն է։ Խնդրում եմ լսեք։ Ինչ, բերի ասֆալտ տալի ասենք, հա, կեցի ասֆալտ։ Հանրային լսումների ժամանակ ընկերության ղեկավարությունը փորձում էր համոզել, որ այսօր իրենց նպատակը ոչ թե նոր լիցենզիան է, այլ ֆաբրիկայի վերազինումն ու շահույթի ավելացումը, ինչը տնօրեն Վահան Զախարյանի խոսքով թույլ կտա սոցիալական ծրագրեր իրականացնել գյուղում։ Եթե ուզում ենք աշխատենք, պետք է համապատասխան պայմանները տանք։ Ուղղակի ասենք ուզում ենք աշխատենք, բայց կներես, ասենք գիտես ինչ կա։ Նույն բանն ասեմ, ոսր կարտոշկա ցանենք, չջրենք։ Չի լինի։ Ուղղակի ասում ենք, այս հողերը օրինակ ցանենք, բայց ջուրը դեմ ենք, որ ջրենք, չի լինի։ Այսինքն ասում ենք անելու ենք այն առավելագույնը սրա միջոցով, որ հնարավորինս շատ օգուտ ստանանք։ Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը մատնանշում է ընկերության տրամադրած 55 միլիոն դրամը, որով կառավարության աջակցությամբ պետք է նորոգվի գյուղի քարուքանդ ճանապարհը։ Այսինքն իրանք համայնքի հետ նորմալ աշխատում են։ Բայց գյուղացիների համար այս խոստումը համոզիչ չէ։ Նրանք վստահ են, որ նորոգված ճանապարհը նույն հաջողությամբ կքանդվի հանքի ծանր տեխնիկայի տակ, ինչպես եղել է նախկինում։ 23 թվին ոսկու գինը եղել է $2000։ Հիմի դարել է $5200, 26 անգամ մոտավորապես թանկացել է։ Բայց դուք հեչերիկ ձեր խոստացածի 10%-ը չեք արել։ Հիմի գոնե պետք է 26 անգամ ավել գյուղին համ խոսք տակ, համ անեք։ Ընկերությունը գյուղ էր եկել համաձայնություն ստանալու, բայց տեխնոլոգիական վերազինման կամ նոր պոչամբարի կառուցման վերաբերյալ հստակ նախագծեր այդպես էլ չներկայացվեցին։ Հարցերն անպատասխան մնացին։ Ընկերության ներկայացուցիչներն ասացին բնակիչների եւ ավականու այոն ստանալուց հետո միայն կխոսեն թվերից ու գծագրերից։ Եթե այս ռոպեին ասեք, որ նախնականապես, հա, չեն կարարկում օրինակի համար, կլինի նախագծում, ուսումնասիրի իր էկոլոգիական, սոցիալական ամեն բանը կվերլուծի ու կներկայացվի, ասենք, մյուս քննարկմանը կներկայացնենք մանրամասը։ Դա իրականացնելը ինչի կբերի։ Միգուցե կբերի այսքան էկոլոգիական բանի, բայց կբերի, ասենք, այսքան սոցիալական օգուտի։ Ես իմ համաձայնությունը տվել եմ հանքը շահագործման համար։ Բայց ներկա պահին իմ համաձայնությունը չեմ տալի, որ հանքը մեծանա, ծավալվի։ Ինչը կա, այդքան թող բավարարվի։ Ես դեմ եմ, որ այդ պոչամբարը որպես գյուղի բնակիչ կառուցվի, ես դեմ եմ, որ այդտեղ ինչ-որ մի բան ընդլայնվի, ինչ ունեք 25 տարի թող մեր ժողովուրդը աշխատի։ Այսօր դուք ուզում եք երկրորդ պոչամբար, մենք դրան դեմ ենք ժողովուրդը։ Բազմազավակ հայր Գագիկ Սարգսյանի համար այս ամենը վերացական է։ Նրա համար իրականությունը 170,000 դրամ աշխատավարձն է, որով կարողանում է կերակրել իր 9 երեխաներին։ Ես բազմազավակ հայր եմ, 9 երեխա տեր։
ու միջև հիմա շատ բարգերը մեջ էի, մջև իմ աշխատել է, իսկ հիմա որ աշխատում եմ, էլ ոչինչ նորմալ, ընտանիքս յոլա եմ տանում։ Զուտ է աշխատանքով։ Արտաշես Դանականյանը մինչդեռ հակադարձում է, հանքի 200 աշխատողներից մի քանի տասնյակն են Արչուտից։ Գյուղի 1000-ից ավելի բնակիչների շահը օդից կախված է մնում։ Արչուտեցիք 20-30 հոգի են աշխատում, բա մնացածը ինչ անեն։ Այդ խիմիան երեխեքը շնչում են, ասում եմ, ես մուսորնի խիմիան քիչ էր, ես սարերում եմ ամեն առավոտ տեղում սարից նայում եմ, ես հոտը սաղ ստացա։ Նույնքան անորոշ է նաև հանքին հարակից 2000 հեկտար տարածքում իրականացվելիք ուսումնասիրությունների հարցը։ Թեև ընկերությունը պնդում է, որ սա ընդամենը հետազոտություն է, բնակիչները հասկանում են, ոսկի գտնելու դեպքում արոտավայրերն ու անտառները դարձյալ հանք կդառնան։ Դու ասում ես հանքի մյուս կողմը, այդտեղ ես սպամեմ անասուններ շատ։ Դու ուզում ես իմ գյուղի տարածքում ճանապարհներ գցես սարերի վրա, չէ՞։ Մենք բոլորով ինձ թվում է դեմ ենք, որ մեր սարերը ճանապարհներ գցելու համար։ Կողմ արտահայտվողների շարքում միայն հանքի աշխատողներն էին ու նախկին գյուղապետ Վարդան Մկրտչյանը, ում օրոք տրվել էր առաջին թույլտվությունը։ Եթե այսօր մարդիկ իրաց տնտեսապես լավ են զգում, այդ հանքի շնորհիվ։ Որ մերդեն ոչի։ Հա? Որ առողջություն։ Ես էլ եմ ասում, հանքի ոչի։ Ժողովուրդը լավ է։ հանքի որևէ արտադետում չկա։ Լարվածությունն այնքան մեծ էր, որ քննարկումը մի պահ վերածվեց ձեռնակռվի։ Գյուղապետարանի փոքրիկ սենյակը չէր տեղավորում մարդկանց դժգոհությունն ու անպատասխան հարցերը։ Մեզ համար հասկանալի եղավ մի բան, որ մենք համաձայն լինենք, համաձայն չլինենք, այդ վերարտադրողական աշխատանքները կատարվելու են, կից պոճամբարները կառուցվելու են եւ հանքաքարը գնալու է վերամշակման։ Եթե այդ կանը նախապես կար, այս ժողովրդին ինչ է խառնե իրար կանչե բերես։ Արդյոք բնակիչների ձայնը տեղ կհասնի, թե ավականին կառավարություն կուղարկի շատերի կարծիքը չարտահայտող որոշում, սա էլ դեռ անորոշ է։ Համայնքի ղեկավարն ու քննարկմանը ներկա ավականու անդամներն առայժմ լռում են իրենց դիրքորոշման մասին։ Իմ որոշման մասին ժողովուրդ կիմանա ավականունիստի ժամանակ, շնորհակալություն։ Մինչ Արչուտում փորձում են ոսկի գտնել, գյուղը շարունակում է խեղդվել Վանաձորի ու Փամբակ համայնքի 15 գյուղերի աղբի մեջ։ 2006-ից սեփականաշնորհված աղբավայրն իսկական էկոլոգիական աղետ է դարձել։ Դրա սեփականատերը 2 տասնամյակ շարունակ որևէ ներդրում չի արել։ Համայնքն ու սեփականատերը պատասխանատվությունը միմյանց վրա են գցում, իսկ արչուցիները մնում են հանքի փոշու եւ աղբավայրի գաշահոտության արանքում։